Նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում այն ժամանակ գործող ազգային անվտանգության ռազմավարությամբ, հիշեցնել նաև, որ կա Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Ես կուզենամ ներկայացնել ձեզ այն գործընթացները, որը հանգեցրել էր պետական դավաճանության։ 2022 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն հորդորում են միջազգային ուժերը, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը, որից հետո իրեն կապահովեն անվտանգություն Արցախի մեր հայրենակիցների մասով։ Դրանից առաջ տխրահռչակ Մակրոնը մի հարցազրույց էր տվել եւ հայտարարել էր, որ ինքը զարմացած է եւ հիացած է Նիկոլ Փաշինյանի խիզախությամբ։ Դրան նախորդել էին ստվերային գործընթացներ, հանդիպումներ, որի Dyson HT01 Վարսահարդարի արդյունք, առանց վարսահարդարի։ Սուպեր արագ, սուպեր հարթ ու ամենակարևորը անվնաս։ Ստացիր կատարյալ, փայլուն եւ հարթ մազեր, տանը, ինքդ։ Dyson-ի բոլոր մոդելները, բոլոր գույներով, սպասում են քեզ Red Store-ում։ դիմադրության շարժումը եւ որոշակիորեն հետաձգվեց այդ հանձնման գործընթացը, սակայն քանի որ պայմանավորվածությունները կային, տեղի ունեցավ մի իրադարձություն ողբերգական, որը ընդունված է մեր մոտ անվանել ջերմուկյան դեպքերը, այդ երկօրյա պատերազմը, որի ընթացքում մի քանի հարյուր մենք զոհ ունեցանք, թիվը կոնկրետ չի նշվում, եւ հետագա քրեական գործի շրջանակներում մենք կփորձենք պարզել, թե արդյոք դա համաձայնեցված էր այդ պատերազմը, որպեսզի հերթական անգամ վախի մթնոլորտ ձևավորվի հանրության մոտ, որպեսզի այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արդեն հանձնելու մասով իրականացվի, թե ուղղակի ինքն էր վախեցել իրականացնել այդ ծրագիրը, դրա համար եկել էին այդ ծրագիրը կյանքի կոչելու հետևից։ Եթե հիշում եք, սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը նույն ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը պատրաստվում է կայացնել մի որոշում, որի համար իրեն կանվանեն պետական դավաճան, բայց ինքը միևնույն է գնալու է այդ ճանապարհով եւ կատարելու է այդ քայլը։ Սեպտեմբերին արդեն հաջորդեց հոկտեմբերի 6-ը, այդ եվրոպական քաղաքական հավաքը, այսպես կոչված քաղաքական համայնքի հավաքը, որը Մակրոնի նախաձեռնությամբ է ստեղծվել որպես կազմակերպություն, կառույց կամ հավաքույթ, որը Երևանում դուք տեսաք, հենց Պրահայում էր տեղ ունեցել եւ այդ եվրոպական այդ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Մակրոնի, Միշելի, Էրդողանի, Ալիևի եւ հերավար Բայդենի մասնակցությամբ եւ Նիկոլի ձեռքերով տեղի ունեցավ Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Արևմուտքը այդ քայլը կատարում էր ոչ թե Հայաստանի դեմ, այլ իրենք աշխարհաքաղաքական խնդիր էին լուծում ընդդեմ Ռուսաստանի, բայց մանրադրամի դերում մենք էինք եւ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր այդ մանրադրամի դերը կատարելուն, դիմացը ակնկալելով, որ իր իշխանությունը կպահպանեն միջազգային այդ ուժերը։ Հետագայում արդեն հոկտեմբերի 6-ից հետո շատ չանցած սկսվեց Արցախի բլոկադան,
Արցախի բլոկադան տևեց մի քանի ամիս, արցախցիները կենաց մահու կռիվ էին տալիս, Հայաստանի իշխանությունը լուռ էր եւ արդեն սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախը ենթարկվեց հարձակման ու քանի որ արդեն ճանաչվել էր Արցախը Ադրբեջանի կազմում, որևէ լեգիտիմ հնարավորություն չկար միջազգային ուժերի եւ մասնավորապես խաղաղապահների կողմից իրականացնել պաշտպանական ֆունկցիա։ Եթե հիշում եք, հոկտեմբերի 6-ից հետո տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Երևան, Մոսկվա, Բաքու ձևաչափով եւ այն փաստաթուղթը, որը պետք է ընդունվեր երեք ղեկավարների կողմից խմբագրվել էր, քանի որ փաստացի հայկական շահը պաշտպանող չէր եղել, այդ հանդիպումը հիշում եք կայացել էր Սոչիում եւ քանի որ Հայաստանի ղեկավարը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, այդ փաստաթուղթը, որի մեջ գրված էր, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել հետագա որոշման, այդ տողը հանվեց եռակողմ հայտարարության միջից եւ ստացվեց այնպես, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը եւ Ադրբեջանի նախագահը դուրս են եկել Հայաստանի եւ Արցախի դեմ։ Բնականաբար այդ պարագայում մենք որևէ դաշնակից չենք կարող ունենալ։ Հետագա իրադարձությունները հանգեցրեցին արդեն մեզ բոլորիս հայտնի այդ ողբերգական իրադարձություններին, ռազմական բախմանը Արցախում եւ 120,000 հայերի բռնի տեղահանմանը, որը կոչվում է էթնիկ զտում, որը ցեղասպանության տարատեսակներից մեկն է։